Ատվաժան դատարան գտնում է, որ ներկայացված իշխանությունը անդինների ներկայացման դաշնան, այն պաշտ պատճառաբանությամբ, մոդրատական ինստիտուտից դատարան ուստերություն պաշտպանական կողմից իշխանությունը ներկայացնում իրենց իրավունքը և դատարանի կողմից որևէ կերպ չի սահմանափակվել դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից դատավարության այս բոլոր իշխանությունների ներկայացնելու իրենց իրավունքը, հետևաբար պաշտպանական կողմը լիարժեք կարող է օգտվել այս հնարավորությունից և գտնում, որ այդ կապակցությամբ վերված պատճառաբանությունները պարզապատասխանություններ, իսկ ինչ վերաբերում է միջնորդության մեջ ներկայացված մյուս հանգամանքների, որոնք ըստ էության որպես լրացուցիչ հիմնավորումներ են ներկայացվել, դրանց կապակցությամբ արդեն դատարանի կողմից որոշումներ կայացվել է և գտնում, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, ներշել միջնորդություն։ Դատարանը քննարկելով պաշտպանական կողմի բացարկի միջնորդություն արձանագրում հետևյալը, որ ըստ էության բացարկի հիմքում պաշտպանության մասնակիցը դրել է այն հանգամանքը, որ դատարանը չի պարզաբանել իրենց հնարավոր օրենքով նախատեսված իրավունքի մասին։ Ամեն դեպքում դատարանը գնահատում է, որ պաշտպանության մասնակցին միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին չպարզաբանելը հարը հիմնավորի չէ, որպեսզի արձանագրվի դատարանի ոչ արդար օբյեկտիվ լինելու մասին, ավելին պաշտպանական կողմը անպաշտպանելի դատարանը պարզաբանել է իրավունքը թե ոչ, դատարանը առաջնորդվելով պրոֆեսիոնալ մասնակցի բարձր պրոֆեսիոնալիզմով, գտնում եմ, որ դատարանի կողմից չպարզաբանված լինելու փառաբար այսպիսի միջնորդություն կարող է ներկայացվել, նորից ես գտնում այդ ամենը հիմքում դնելով բավարար չէ, որպեսզի դատարանի բացարկի ներկայացնելու միջնորդություն ներկայացվի, այլ կերպ ձեր միջնորդությունը անհիմն ենթակայանում է։ Կարճ հայտարարություն Որտեղ դատարանը ամբողջ իր մեքենան հիմքում դրեց պրոֆեսիոնալ մասնակիցներին, բայց նորից մեր համոզմունքը ձևավորեց, որ ձեր համար այստեղ ոչ պրոֆեսիոնալ մասնակից պաշտպանել չկա, այնինչ Միքայել Սրբազանը գործի առանցքում է գտնվում և ինքը պրոֆեսիոնալ մասնակից չի գործի, որտեղ ինքը իրավաբան չի, հետևաբար դատարանի առաջին գործողությունը հատկապես նրա պարզաբանում պետք է լիներ, հակառակ տրամաբանությամբ կարող եք մեղադրել ընդհանրապես չպարզաբանել, ասել որ պաշտպանում ես, հետևաբար ես կարծում որ դատարանը հատուկ է խուսափեցեց մտքերից, որտեղ դատարանը չի կարող հիմնավորել, թե ինչի օրինակ Միքայել Սրբազանը իր այդ իրավունքը չի պարզաբանել։ Այս առումով կարծում սա ևս մեկ անգամ ցույց է տալիս դատարանի ոչ օրինական և ոչ իրավաճառականություն այս գործը Միքայել Սրբազանի։ Ես էլ պատժեմ դատարանի դիրքորոշում ուսանողով։ Տեսեք, իհարկե կանխատեսելով դատարանի այդ մեկնաբանությունը, ես բացարկի տեքստի դրա մասին անդրադարձ ունեցել եմ։ Քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի երկրորդ մասը, որը ես ուղիղ ցիտեցի, ուղիղ ասում է, ինչպես նաև կողմերին հայտնում է այս միջնորդությունների ներկայացման մասին։ Տեսեք, օրենսգիր ասում է կողմերին հայտնում է, առնվազն եթե դատավարության կողմերից մեկը կարող է փաստաբանող պաշտպանող ներգրավված չլինել, որովհետև դա իր իրավունքն է։ Մյուս կողմը դա պրոֆեսիոնալ կողմ է, որովհետև դատախազներն են մասնակցում։ Այստեղ օրենսգիրը ասում է կողմերին է հայտնում, դա նաև դատախազին է հայտնում։ Հետևաբար սա կապ չունի օրինակ մեղադրյալի կամ պաշտպանի իրավագիտակցության մակարդակից։ Սա դատարանի ուղղված օրենսգրքի հստակ պահանջն է։ Եվ կա բնականաբար տրամաբանական հերթականություն, կան դատավարական փուլեր, ինչ համար շատ զարմանալի է մեղադրողի դիրքորոշումը ասում է հիմա ասել է անհիմն է եւ այլն։ Հարգելիներս հստակ գրված է վերդիկտը հայտարարելուց հետո կողմերին հայտնում է։ Լավ մենք ո՞նց հասկանանք, օրենսգիրը հստակ պահանջ ունի, այդ ո՞նց այդ պատվիրանը ձեր համար չի աշխատում։ Այսինքն մեր համար չպետք է աշխատի, այս գործով օրենսգիր պատվիրանները դուք աչքաչափով եք որոշում, մյուս դեպքերում աչքաչափով չեք որոշում։ Սա է զավեշտը մենք հատուկ ցույց ենք տալիս ձեր տարբերակված մոտեցումը Միքայել Սրբազանի գործի նկատմամբ։ Այսինքն օրենսգրի պահանջը չի աշխատում մեր համար։ Ընդ որում արական պրիմիտիվ օրենսդրական ձևակերպումներ մեր համար չեն աշխատում։ Սա մեր համար չի։ Եվ սա ցավալի։ Ու ցավալի է, որ այսօր իբրև մենք լավ արդարադատության համակարգ ունենք, ինձ համար ցավալի է, որ ես հանդիպում եմ այնպիսի
ոնց ասեմ, պատային իրավիճակներ, որ չեմ են պատկերացնում։ Այսքանը։